Ողջունում եմ ձեզ, սիրելի քույրերս, եղբայրներս, այսօր որոշել եմ խոսել մի շատ կարևոր թեմայի վերաբերյալ, որի շուրջ շատ հակասություններ է գնում, որն է թեման կին քարոզիչ, արդյոք քույրը իրավունք ունի քարոզելու։ Տեր օրհնի ձեզ, մինչ ուրեմն կանրադառնամ թեմային, նախ ուզում եմ կարճ իմ մասին պատմել։ Ես Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու անդամ եմ, դեռ 5-6 տարեկան երեխա իմ մայրը ինձ տանում էր պաշտամունքների իր հետ, ես երեխա էի 6 տարեկան, գնացել եմ այդ բոլոր պաշտամունքները, մանկական, պատանեկան, երիտասարդական, մինչև այսօր 41 տարեկան եմ և պատկերացրեք, որ աչքերս բացել եմ, դա եմ տեսել և մինչև հիմա ասենք իչքան բաներ եմ տեսել, ես ինձ համարում եմ Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամ, այսինքն թեպետ ես փոքր հասակից 50-ականների մեջ եմ եղել, բայց եղավ իմ կյանքում մի հատ պահ, որ ես հասկացա, որ մարդիկ շատ մարդկային դրվածքներ են դրել, մարդկային դրվածքներ, որը որ Սուրբ Գիրքը ինձ չի սովորացնում, և ես ինձ համարում եմ Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամ, շատ բաների հետ համաձայն չեմ, նաև մեր եկեղեցում, մի խոսքով իմ հովիվը Հիսուսն է, իմ Տերը Հիսուսն է, իմ եկեղեցին էլ նրանք են, ովքեր անկեղծ սիրում են Տիրոջը, անհատ հոգիներ, որոնք պաշտում են Տիրոջը հոգով և ճշմարտությունով, փառք Տիրոջը, հիմա անցնեմ թեմային, սիրելիներս, քանի որ ես ինքս քարոզում եմ, պատգամներ եմ տալիս և բնականաբար առաջինը իմ եկեղեցում ընդունված չեմ, որտև մեր մոտ 50-ականների մեջ մարդկային շատ դրվածքներ, շատ ռամկաներ կան, որ սեղմում են մարդկանց, բայց այսօր կփորձեմ հնարավորինս բացատրել, որը որից հետո էր, ինչ նկատի ուներ Պողոս առաքյալը, եթե որ ասում էր ձեր կանայք ուրեմն թող լուռ մնան, հրաման չկա եկեղեցու մեջ խոսելու։ Սիրելիներս, մենք սովոր ենք մի հատ տեղ վերցնել և ուրեմն մարդու ճակատով տալ, բայց մոռանում ենք շատ տեղեր, երբ որ այդ նույն Պողոս առաքյալը ինչ էր ասում, ով որ ինչ որ Տիրոջի ծառել է, երբ որ մեկտեղ հավաքվում եք, կիսվեք, հայտնություն ա, Սաղմոս ա, երգ ա, իսկ եթե որ ես ունեմ հայտնություն խոսքի վրա և ես կիսվում եմ մեր մեկտեղ հավաքված ժամանակ, ուրեմն ինչ եմ անում, քարոզում եմ, ավետարանում եմ, թե ոնց կարելի է նայել, եթե որ վերցնում եք գիրքը, չպիտի վերցնեք մի խոսքը և առանց հասկանալու մարդու ճակատով տաք, նայեք բոլոր տեղերը, ուսումնասիրեք և հասկացեք միտքը ինչ նկատի ունի եղբայրը այս կամ այն բանը ասելով։ Հիմա օրինակի համար մեր 50-ականների եկեղեցում ընդունված չի, որ կինը խոսք խոսա, կնոջ ծառայությունը ընդամենը կայանում ա նրանում, որ հաղորդության ժամանակ այդ վեդրոյով ջուրերը տանեն, թափեն, բերեն և իրար հետ, ասենք եթե գնում են հաղորդության, ընդամենը կին լինի և այդ վեդրոյով ջուր թափելու մեջ ա իրանց ծառայությունը։ Սիրելիներս, ես դիմում եմ Ավետարանի հավատքի քրիստոնյաներին, 50-ականներին, որոնք որ արգելում են, որ քույրը քարոզի, լավ, եթե որ արգելում եք քույրը քարոզի, ձեր մանկական խմբերի ուրեմն քարոզիչները քույրիկներ են, բոլորը քույրիկներ են, այդ դեպքում եթե որ դուք մեկնաբանում եք այդպես, ինչի եք քույրիկներին թողում, որ քարոզեն մանուկներին, թե մտածում եք դե երեխեք են, լավ, էսի թող քույրիկները խոսան, դե մենք սիրիոզնի ջաջաներ ենք, մենք մեծերի հետ կխոսանք, ուրեմն ասեմ վայ ձեզ, ամենամեծ ծառայությունը մանկական խմբի ավետարանչությունն ա և քարոզն ա, ասեմ ինչի, որովհետև այնտեղ հիմք ա դրվում մանկական սրտի և հոգու մեջ և պիտի լինի այնպիսի քարոզիչ, որ շատ լավ հիմք դնի, որպեսզի հասկանաս ոնց ես դու այդ հիմքը դնում այդ երեխու սրտի մեջ,
Մանկական խումբը դուք չնայեք, որ հա դե լավ էլ մի քանի հատ երեխա է, մի երկու բան կպատմենք, այնտեղ հիմք ա դրվում, եւ եթե որ դուք սխալ եք համարում, որ կինը քարոզի, այդ դեպքում ես ձեզ հարց եմ տալիս, ինչի ձեր մանկականներով զբաղվողները բոլորը քույրիկներ են, դա մեկ, ուրեմն հակասում եք ինքներդ ձեզ, անցանք առաջ, հիմա Պողոս Առաքյալը ինչ է ասում, ձեր կանանց հրաման չեմ տալու, ուրեմն որ խոսեին եկեղեցու մեջ, այլ լուր կենան եւ եթե ինչ-որ հարց ունեն, իրենց ամուսիններին հարցնեն։ Լավ, բարի, սիրելիներս, Պողոս Առաքյալը, եթե ասում է արգելված է կնոջը, ես կարամ հիշեցնեմ մեկ այլ տեղ, երբ որ Սուրբ Հոգին ինքն էր արգելում Պողոսին, այս կամ այն տեղը գնալուց գրված է արգելվեցա։ Հիմա եթե որ այս եկեղեցում արգելք է տեսնում Առաքյալը եւ ասում է արգելվում է, ուրեմն տվյալ պահի մեջ արգելք է դրվում, Պողոսի կյանքում էլ արգելք եղավ, տվյալ տեղերը գնալու կամ ավետարանելու մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգուց արգելվեցավ, բայց դա չէր նշանակում, որ Պողոսը չէր քարոզում։ Եվ եթե այս եկեղեցում արգելք ա դրել Սուրբ Հոգին եւ ասում է հրաման չկա, մենք ինչ գիտենք այնտեղ ինչ իրավիճակ էր, ինչ պահ էր եւ տվյալ պահի համար Պողոսը այդպես էր քարոզում։ Բայց ինչի եք վերցնում դա եւ սարքում դրոշակ, որ կինը առհասարակ իրավունք չունի քարոզելու։ Լավ, վերցնենք Սամարացի կնոջը։ Առաջի քարոզիչ կինը, երբ որ Հիսուսին տեսավ, երբ որ գնաց եւ բոլորին պատմում էր եւ վկայում էր, եկեք տեսեք, եւ գրած է շատ մարդիկ հավատացին այդ կնոջ խոսքի համար։ Ինչ էր անում, չէր քարոզում։ Կարաք ինձ բացատրեք, ինչ էր անում այդ կինը, որ մարդիկ գալիս էին Քրիստոսին։ Այսօր չունեք կրակ, չունեք խոսալու բան, աղի արձաններ եք դարձել, չունեք ասելիք, չունեք փոխանցելու, վերցրել եք համարը, դե ինչ լավ է, կնոջ իրավունք չկա։ Լսեք, ասում եմ մի բան, այն սիրտը, որտեղ կրակ է վառվում, որտեղ երկնքի արքայությունն ա, նա չի կարա լռի։ Ուզում ես եղիր կին, ուզում ես եղիր տղամարդ։ Գրված է այսուհետև հոգու մեջ չկա սեր, արու եւ եկ, հրյա եւ հույն, հոգու մեջ չկա սեր, եւ եթե որ դու քույրիկ ես եւ վառվում ես եւ ունես մեջդ փոխանցելու այս աշխարհին, վկայելու, պատմելու, քարոզելու, դու չես կարա լռես, եթե որ երկնքի արքայությունը քո ներսում է, ինչ ուզում են ասեն, ինչ ուզում են սովորացնեն, ես ունեմ գիրք եւ ես կարդում եմ այս գիրքը 35 տարի շարունակ կարդում եմ եւ անգիր գիտեմ այս գիրքը, եթե որ մի հատ համար եք վերցնում, ընդհանուր նայեք միտքը ինչ է ասվում։ Եվ այստեղ Հռոմեացիս 16-րդ գլուխ առաջի խոսքը, ես ուզում եմ բացեմ կարդամ, հանձնում եմ ձեզ մեր Փիբե քույրը, որ սպասավոր է Կենքրիայի եկեղեցում, որ ընդունեք Տիրոջմով նրան։ Հալելույա, փառք Տիրոջը, սպասավոր քուրիկ էր։ Երեց քուրիկ էր, երբ որ ես մեկի հետ խոսակցություն ունեցա հենց այս թեմայի վերաբերյալ, լսի ասում եմ, երեց քուրիկ էր։ Ինչպես ես դու պատկերացնում երեցը, որ ասում ես քարոզելու իրավունք չունի, խոսալու իրավունք չունի, այդ երեցը ոնց էր այդ եկեղեցին կառավարում։ Այդ ընտրյալ սպասավորը խուլերի եւ համրերի լեզվով էր խոսում ժողովրդի հետ, այդ դիրիժորի փայտիկներով էր խոսում, եւ ուր է ձեր լոգիկան, զարմանում եմ, եւ որ այս մարդկանց մոտ լոգիկա չկա։ Եվ նայում ես Հովհաննես Առաքյալը իր թղթերի մեջ ասում է ընտրյալ տիկնոջը ողջույն է տալի եւ ուրախանում է, որ նրա որդիներին հավատքի մեջ է գտել։ Որդիներ, որ ծնել է հավատքի մեջ, ընտրյալ տիկին, բայց սրանք ինչ են, համր մնալով ծնեցին այդ երեխեքին, ժողովուրդ աչքերներդ բացեք, համր մնալով երեխեք են ծնում, չէ որ ասում է հավատքը լսելուց է եւ լսել է Աստծո խոսքից, եթե որ չխոսաս, չպատմես, չվկայես, չքարոզես, այդ որդիները որտեղից են ծնվում, հարց եմ տալիս ձեզ։ Վերջապես մենք
ընտիր, քույրիկ քարոզիչներ ունենք, Կատրին Կուլման, տիրոջ գեներալների մեջ ա մտնում, այս քույրիկի միջոցով այնքան գործեր ա եղել, Լյուդմիլա Ագեևա, ինքը մահացել ա հիմա, YouTube-ում իրա վկայությունը կա, ինչպիսի քույրիկ ա եղել, բանտեր ա նստել տիրոջ համար, և այսօր շատ այդպիսի անոթներ կան, եթե որ դուք չեք ճանաչում, չի նշանակում, որ չկա, չի նշանակում, որ չի կարելի, մենակ մի հատ խոսք են վերցրել, կինը ապրում ա որդեծնության համար, եթե կենասիրո հավատքի և այլն, այսինքն կինը հոգևոր դաշտում ոչինչ չունի անելու, մենակ որդեծնության համար 5 հատ երեխա բերեն, 10 հատ երեխա բերեն, հետո այդ երեխեքը գնան աշխարհ, և որոնց համար որ պիտի պատասխան տան այդ ծնողները, իրանք ոչինչ չունեն անելու, հա, մենակ երեխա բերեն, այսօր մեկ ասում ա, մեկ այդ խոսում եմ 8 հատ թոռ ունի, ուզում ա տիրոջը ծառայի, ասում եմ դու թոռներիդ պահի, ուրեմն այդ քուրիկը հեչ հոգևոր դաշտում անելու բան չունի, դե մարմնավոր եք, էլի հազիվ էլ այդքան խոսակ, որ հոգևորությունը տեսնում եք թոռ պահելու մեջ, այստեղ խոսքը գնում ա հոգևոր որդեծնության համար, և կինը դա հարս եկեղեցու խորհրդանիշն ա, որ ապրում ա որդեծնության համար, որ հավատքի մեջ որդիներ և դուստրեր ծնի, ոնց որ Պողոս առաքյալը ասում ա իմ ցավերի մեջ ծնում եմ ձեզ դարձյալ ավետարանի խոսքով, Աստծու խոսքը նախ հոգևոր ա, և վերջապես բացեք ձեր աչքերը, Տերը ասեց գնացեք քարոզեք ամբողջ ավետարանը, եթե դուք վերցնում եք դա, որ էդի առաքյալներին, ուրեմն աշակերտներին ասեց, ուրեմն ամեն ինչ մենք կարող ենք վերցնել ու ոչինչ չպահել, ասենք դե լեռան քարոզը ընդեղի մարդկանց էր վերաբերվում, երանելիները նրանց էր, Մովսեսը օրենքը բանին տվեց, եվրեներին տվեց, եթե տենց ա, ուրեմն ոչինչ չենք պահում, Տերը ասեց գնացեք քարոզեք ամբողջ աշխարհը, Եվ ովքեր էին, որ արգելք եղան, փարիսեցիները, բռնեցին աշակերտներին, ծեծեցին, բանտը դրեցին, ասեցին մի քարոզեք, բայց երբ որ հրեշտակը ազատեց, նորից գնացին աշակերտները տաճարը քարոզում էին, և փառք էին տալի, որ տիրոջ անվան համար հալածվում էին, հիմա դուք տեսեք, դուք փարիսեցի եք, թե հավատացյալ եք, թե հոգևոր եք, Տերը ասում ա գնա քարոզի, դուք ասում եք մի քարոզի, Տերը ասում ա գնա ավետարանի տարածի, խոսքը ասա, դուք բերանները փակում եք, հիմա դուք փարիսեցի եք, թե հավատացյալ, ես ուզում եմ հասկանալ, Էդի փարիսեցիներն էին, որ չէին թողում, փակում էին բերանները, ասում են էլ այս անունով չքարոզեք, հիմա դուք եղբայր եք, թե ինչ եք, որ գրքից վերցնում եք խոսքը ու մարդու ճակատին եք տալիս, սենց ա գրված, քույրիկին հրաման չեմ տալի, Այդ նույն հրաման չտվող Սուրբ Հոգին Պողոսին էլ հրաման չէր տալի, կար տեղեր, որ ասում էր չխոսաս, արգելում էր, բայց նայում ենք Պողոս առաքյալը սաղ ավետարանը քարոզել է ամբողջ աշխարհով, հիմա տվյալ պահին սենց առավ Պողոսը տիրոջից, որ հրաման չեմ տալի, ուրեմն սա վերցնենք, սարքենք ճակատանոց, քարոզողի բերաններ փակենք, այն մարդիկ, որ ոչինչ չունեն քարոզելու, որ ոչինչ չունեն փոխանցելու, կրակ չկա իրանց ներսը, հանգած վիճակ ա, բա բնականաբար պետք է հալածեն քարոզողին, դու քույրիկ ես, դու ես, դու են ես, դու չունես իրավունք, որովհետև փոքր ժամանակից ես 5 տարեկանից եկեղեցու մեջ եմ, մարդիկ արդեն զոմբիացել են, Այնքան են այս բաները լսել, ոնց որ 10-որդի քարոզը, երբ որ կտակարանի մեջ ոչ միտեղ չկա 10-որդի մասին, բայց այդ իրանց ձեռնատու քարոզա, մարդկանց զոմբիացրել են, այսօր ինչքան էլ ուզում ես գրվածքը այսենց մտցնես աշկը, էլի զոմբիացած չի ընդունելու, որտև այս մարդկանց ուղեղները լվացել են, ժողովուրդ, երբ որ Հիսուսը հարություն էր առել, առաջինը ում հանդիպեց, աշակերտներին ում հանդիպեց, Մարիամ Մագդաղենացուն, որի մեջից 7 հատ դև էր հանել, որտև այս կինը իր տեղը չէր գտնում, ասում էր Տեր, եթե դու ես վերցրել, Հիսուսին տեսավ չճանաչեց, իմացավ պարտիզպանը, ասա ուր ես դրել, նա Հիսուսի մեռնելուց հետո իր տեղը չէր գտնում, Տերը ասեց Մարիամ, ասեց Ռաբունի, առաջին ես կնոջը հանդիպեց, Դուք ով եք, մարդ արարած, ով ես, ինչ ես տվել Աստծուն, որ պահանջում ես, դու պետք է որոշես Աստվածում բերանը խոսք դնի, ում բերանը չդնի,
Եթե որ մարդը Տիրոջից ունի խոսք, ասա այո, ամեն հալելույա, փառք Տիրոջը, որ այս քուրիկս շնության մեջ չի, պղծության մեջ չի, աշխարհի մեջ չի, այլ եկել է քո խոսքն է խոսում, ավետարանում է, փառք Տիրոջը, այ մարդերը խունման ընդունեք, չեք բանման գալիս։ Ինչ եք խոսալու թեմա ման գալի, որ այս մարդու մեջ սխալ գտնեք, բա այն որ պղծության ճանապարհի մեջ է լավ խոսում եք, բա որ մաքրվում է գալիս է հավատքի մեջ Տիրոջ խոսքն է քարոզում, մտե ինչ եք ուզում խոսակ։ Տերը ողորմություն անի։ YouTube-ում գրեք Անդրեյ Բերգլեզով։ Եղբայրը պատմում է իր ապաշխարության վկայությունը, մի հատ շատ կարճ դրվագ կդնեմ ձայնագրության մեջ, բնականաբար երկար չեմ դնի, սահմանափակ է։ Մի հատ տեսեք, որ եղբայրը գնացել էր բապտիստական եկեղեցի, բապտիստներ, որ այսօր անուն եք դնում բապտիստներին, дուք բապտիստ կլնեք։ Եվ ինչ ասում եղբայրը, կխնդրեմ ուշադիր լսեք։ Ни одного брата. И самой молодой бабушке сестре было 79 лет. Тогда я впервые в своей жизни увидел, как сестры проповедуют. Я никогда этого не видел, потому что у нас в нашей церкви было столько братьев, что там график составляли, чтобы попасть за кафедру с проповедью, исходя из того, что у нас за одно воскресенье по 3 или 4 проповеди были. Տերը օրհնի, եղբայրը գնում է եկեղեցի, այն ժամանակներն է, երբ որ եղբայրներին հավաքել էին քույրիկներով, տատիկներով, մեծահասակներով, պաշտամունք էին անում եւ քարոզ էին անում։ Եթե որը տենց մահացու մեղք էր, ընդ հեչ մարդ չկար, որ ասեր լսի սխալ ես անում, մի քարոզի։ Մարդը քարոզ է անում, Տիրոջ խոսքն է քարոզում, խոսքը ասում է այսուհետև չկա արու եւ եք, վերջապես բացեք ձեր կուրացած ականջներն ու աչքերը, փոխանցելու բան ունեցեք, քարոզելու բան ունեցեք, Տիրոջ հետ կապ չունեք, կապ ունեցողին էլ հալածում եք։ Մարգարեության մեջ ասում է ես որ հղիության այդ ընթացքը ամիսը տալիս եմ եւ բերում եմ ծնելու կետին եւ ծնել եմ տալիս, արդյոք պիտի կապեմ, արդյոք պիտի կապվի։ Այսօր Տերը հոգևոր ծնունդ է տալիս մարդուն, դուք կապում եք։ Հղիությունը դա նա է, որ մարդը սերմն գնում ավետարանի եւ ծնվում է հոգևոր, կլինի քուրիկի միջոցով, կլինի եղբոր միջոցով, ուրախացեք, ոչ թե կապեք, Տերը ասում է ով ես դու, որ ես բերում եմ այդ կետին, արդյոք ծնել չեմ տա, արդյոք պիտի կապվի, Աստված չի կապում, դուք եք կապում, ժողովուրդ ապաշխարեք, Տերը ողորմություն անի ձեզ, այսքանը, ամեն։